Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 15-ն է 2025 թվական, խոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Այսօրվա երևի ամենակարևոր թեման ուկրաինական պատերազմի հետ կապված հանգուցալուծման փնտրտուքն է, ինչ արդյունքներ ունենք, որովհետև խաղաղությունից թե ինչ ձևով խաղաղության կհասնեն թե ոչ եւ խաղաղությունը ինչ տեսք կունենա կապված է ոչ միայն աշխարհի ապագան, այլ նաեւ կապված է մեր տարածաշրջանի ու մեր երկրի։ Ովքեր են հաղթողները կամ եթե ուժի դիրքից է աշխարհը բաժանվում, ապա այդ դեպքում մենք որտեղ ենք, այդ որ ուժերն է մեր անվտանգությունը երաշխավորում, եթե հարգվում է թույլի իրավունքը, ապա ինչ տեսքա դա ունենում։ Այնպես որ միշտ եմ ասում, որ սա ավելի շատ երևի մեզ է անհանգստացնում, մեզ է վերաբերվում, եթե միայն չասենք անհանգստացնում, քան անգամ հակամարտող կողմերին, որտեղ հակամարտողների մասշտաբները ավելի մեծ են։ Հիմա տեսնենք ինչ է ստացվում դրանից։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ուկրաինայի հետ բանակցությունների համար Ռուսաստանի պատվիրակության կազմի վերաբերյալ։ Միայն ասենք նա, որ պատվիրակությունը գլխավորելու է Վլադիմիր Մեդինսկին, Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական։ Ինչու է նա հենց ընտրված, որովհետև 2022 թվականին դադարեցված հենց Ստամբուլյան բանակցությունների արդյունքում Ռուսաստանը ուզում է ցույց տա, որ մենք նույն տեղում, նույն կազմով եկել ենք, որպեսզի շարունակենք այդ բանակցությունները։ Իսկ դա իրականում բացարձակ չի համապատասխանում իրականությանը, որովհետև 2022 թվականը եւ 2025 թվականը բոլոր առումներով իրարից շեշտակի տարբերվում են։ Այնպես որ այս ընդհանրը ցուցադրական պրիոմը ավելի շատ անարդյունավետության մասին է խոսում, քան նա որ տեսեք մենք կիսատ թողած տեղից ենք շարունակում։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդական Միխայել Պոդոլյակը հայտարարել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չժամանի Ստամբուլ, հնարավոր է Վոլոդիմիր Զելենսկին եւս չմասնակցի ռուս-ուկրաինական ուղիղ բանակցություններին։ Չի լինի Պուտինը, չեն լինի նախագահական մակարդակով բանակցություններ։ Զելենսկին կարող է խոսել միայն Պուտինի հետ, որովհետև խոսքը որոշումների պատասխանատվության մասին է, ասել է Պոդոլյակը։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ ասել է. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններին։ Իսկ այն դեպքներ, երբ որ Դոնալդ Տրամփն ասում էր, որ Պուտինը պետք է գա դեմ դիմացի նստեն, անհրաժեշտության դեպքում ես էլ կգամ, որ հարցին լուծում տանք։ Եվ 3 օր տևեց, մինչև Ռուսաստանն ասեց, ովքեր են մասնակցելու, ու այդպես էլ սկզբից չպարզաբանեց, որ Պուտինը չի գալու։ Նույնիսկ դա հայտնի չէր Դոնալդ Տրամփին, որովհետև ինքը մինչև վերջ ասում էր, դե եթե ինքը կգա, ես իմ հագեցած գրաֆիկով կգնամ կմասնակցեմ։ Հիմա ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը Կատարում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Պուտինի բացակայությունը Ստամբուլյան բանակցություններին սպասելի էր։ Բայց այդ ոնց էր սպասելի, որ ես չէի սպասում, որ Պուտինը կգնա։ Ես իրականում ասել եմ, թե ինչու է Պուտինը գնալու, եթե ես չգնամ։ Բայց ինչի դու չգնաս, բա ասում ես, եթե Պուտինը գա, ես էլ եմ գալու, միասին հարցը լուծենք։ Այսինքն հիմա ուզում է Դոնալդ Տրամփը ցույց տա, որ եթե Պուտինը չի հարգե, չի եկե, դա ինձ ես չեմ նեղանում, որովհետև չէի էլ սպասում, որ պիտի գա։ Ես չէի պլանավորել, որ կգնամ։ Ես ասացի, որ չեմ կարծում, որ Պուտինը կգնա, եթե ես չգնամ եւ դա պարզվեց ճիշտ է, ասել է Տրամփը։ Սա ավելի ճիշտ դեռ ինքը պատրաստ չէ Ռուսաստանի նկատմամբ ռադիկալ դիրքորոշում գրավել, դա է պատճառը, որ հիմա ինքը իր ասածը պարզապես արդարացնում է, որ Պուտինը չէր գալու, էլ էս ինչ կնայի։ Բա որ ես էլ չէի գնալու, Պուտինն չի գար։ Բայց իրականում Դոնալդ Տրամփը նաև ասել է, որ հարցը չի լուծվի, չի կարգավորվի, եթե ես դեմ դիմաց չնստեմ, Պուտինի հետ չխոսեմ։ Միայն ես ու Պուտինը կարանք նստենք, հարցը կարգավորենք։ Բայց այդ անմիջապես հետո Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակը հայտարարեց Պեսկովը, որ առաջիկայում Պուտինը չի պլանավորում հանդիպել Դոնալդ Տրամփի հետ։ Այս շատ ցավալի հարց, որ այսինքն Միացյալ Նահանգները իր խոսքի կշիռը այս ձևով չպետք է գցի։
Հիմա Դոնալդ Տրամպը պետք է իհարկե երբ որ կվերադառնա արդեն կմարսի ինչա կատարվել իր այցելությունը Սաուդյան Արաբիա, իր այցելությունը Էմիրություններ, Կատար, ինքը մի հատ կվերանայի, կհասկանա, իհարկե կվերադառնա բավական հաջող առևտրային գործարքներով, բայց շատ ավելի կարևոր է այսօր աշխարհում այն խնդիրները, որը Դոնալդ Տրամպի պետք է լուծի, այն որ ոգևորված մտածում է որ 42 միլիարդ էլ կարող է զենք վաճառի, պետք է հիշի, որ այդ զենքի նկատմամբ հեղինակությունը բարձրացավ հենց ուկրաինական պատերազմում ամերիկյան զենքի նկատմամբ վերաբերմունքը, ու որ կամաց սկսեցին ուրիշների զենքերը չառնել եւ կամաց սկսեցին ուշադրություն դարձնել, որ ամերիկյան զենքերը թե հարձակողական, թե պաշտպանական շատ ավելի արդյունավետ են։ Նույնիսկ այդ պարագայում, երբ որ Իլոն Մասկը կանգնեց, ասեց ամերիկյան զենքը թանկ է ու անորակ, դա պարտվելու համար ստեղծված զենք է։ Մի բան, որ մենք այդ մասին խոսել ենք, ես ասել եմ աբսուրդ է, ապրանք վաճառողը կանգնի իր ապրանքին անուն դնի, անունն էլ բիզնեսմեն է։ Եթե սա նպատակային չէր արվում, որպեսզի Ամերիկային ուղղակի նպատակային վնաս տալ, որպեսզի շարունակեն Ռուսաստանից առնել այդ զենքը, որտեղ Ռուսաստանից կամաց հետ էին քաշում, իսկ արաբական շատ երկրներ Ռուսաստանի հետ վատ հարաբերություններ չունեն, այսինքն իրանք չունեն այդ խնդրեմը, որ նրան ագրեսոր ճանաչեն, վախենան հետներն աշխատեն, հանգիստ էլ իրանք նորմալ հարաբերվում են, բայց հասկացան, որ նրանց զենքը պիտանի չէ, իսկ հիմա երբ որ ուկրաինական պատերազմի հետ կապված մի հատ ընդամենը գործարքով 42 միլիարդ դոլարի զենք են առնում, հարցա ծագում, այդ զենքը կառնեին մի երկու տարի առաջ, բա ինչի չէին առնում։ Մենակ չասենք, որ այն ժամանակ Բայդենը չէր կարող վաճառել, Տրամպը որոշեց վաճառի, հենց իր հետ հանդիպեցին առան։ Այդպես չի։ Իրավիճակ փոխվեց նաև։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Այս պատերազմը կավարտվի ոչ թե ռազմական, այլ դիվանագիտական ճանապարհով։ Իհարկե լավ է հնչում այս հայտարարությունը, ով չի հասկանում, որ պատերազմները ի վերջո ավարտվում են դիվանագիտական ճանապարհով եւ բանակցային սեղանի շուրջ։ Բայց քանի դեռ Ամերիկան չի հաշտվում այդ մտքի հետ, որ պետք է Ռուսաստանի վրա ճնշում գործադրի, որպեսզի պատերազմը դադարի դիվանագիտական ճանապարհով, դեռ այդ պատերազմը շարունակվելու է ու այո, լուծումը չի երևալու։ Բավական է վերաբերմունքը փոխվել Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանը տենց մեծ ռեսուրսներ չունի պատերազմելու, եւ տնտեսության հետ կապված, եւ ռազմական արդյունաբերությամբ, եղածնել դնում է ռազմական արդյունաբերության վրա։ Այնպես որ այո, այդ հարցը պետք է լուծվի, բայց պետք է ի վերջո հաշտվեն այդ մտքի հետ, որ պետք է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը կոշտանա։ Անկարայում նախագահական պալատում մեկնարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպումը։ Զելենսկին ծրագրում էր ինքնաշապտի հանդիպել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Անկարայում, այլ ոչ թե Ստամբուլում, որտեղ բանակցությունները պետք է գնային։ Եվ միայն դրանից հետո կորոշի Ռուսաստանի Դաշնության բանակցությունների հետ կապված իր մոտեցումը։ Իհարկե ինքը ուզեցավ դրանով ցույց տա, որ ես եկել եմ Թուրքիա, եթե բանակցում ենք Ստամբուլում, եկեք նստենք խոսանք։ Եթե Ստամբուլում բանակցելու նախագահական մակարդակ չկա, ուրեմն ես կգնամ, եթե դա տեն սիմվոլիկ ուզում է Պուտինը ցույց տա, որ դե Ստամբուլում որ հանդիպում ենք, բանակցությունը շարունակում ենք, Զելենսկին էլ ասեց, դե ես ուրեմն եկել եմ Էրդողանի հետ հանդիպեմ, կգնամ Անկարայում, կհանդիպեմ ոչ թե Ստամբուլում։ Իսկ արդեն հետո տարածվեց հաղորդագրությունը, որ ավարտվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի եւ Ուկրաինայի նախագահ Զելենսկու հանդիպումը, որը տևել է մոտ 3 ժամ։ Եվ Զելենսկին էլ հայտարարություն արել, Ուկրաինան կմասնակցի Ստամբուլում կայանալիք Ռուսաստանի հետ բանակցություններին, պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Դա էլ է պարզաբանում, թե ինչի համար փոխվեց։ Չնայած ռուսական պատվիրակության բավականին ցածր մակարդակին, բայց նախագահ Տրամպի նկատմամբ հարգալից ելնելով ինքը հատուկ ընդգծում է, որ այս չէին կարծում, որ նորմալ արդյունավետ հանդիպում ալնելու, բայց նախագահ Տրամպին հարգելով
հարգալից ելնելով թուրքական պատվիրակության բարձր մակարդակի եւ նախագահ Էրդողանի նկատմամբ հարգալից ելնելով եւ ցանկանալով փորձել հասնել լարվածության թուլացման եւ պատերազմի ավարտման ուղղությամբ առնվազն առաջին քայլերին ես որոշեցի պատվիրակություն ուղարկել Ստամբուլ, բայց ոչ բոլորին, այսինքն վերանայեց պատվիրակության կազմը։ Զելենսկին նաեւ հավելել է. Տրամպը ուղարկում է Ռուբիոին, պետքարտուղարին, Թուրքիայի արտգործնախարարն է այստեղ։ Բացի այդ Սիբիգան, իրանց նախարար, Ուկրաինայի արտգործնախարարը, որտեղ են համապատասխան մարդիկ Ռուսաստանից, այսինքն նույնիսկ Լավրովի մակարդակով չեն ներկայանում, էլի։ Սա անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նկատմամբ, մատնանշելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի կողմից Ստամբուլ ուղարկված պատվիրակության ցածր մակարդակը։ Զելենսկին նաև նշել է, եթե Պուտինը պատրաստ է ուղիղ բանակցությունների, եկեք հանդիպենք, նա Անկարայում չէ, նա Ստամբուլում չէ։ Մենք չենք կարող աշխարհով մեկ վազվզել նրան փնտրելով, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։ Այսինքն մենք սա տեսանք նաև մի բան, որ Զելենսկին էլ ասեց, որ մենք խաղաղության հետ կապված բանակցելու բան չունենք Ստամբուլում, լավագույն դեպքում կարող ենք բանակցել 30-օրյա պատերազմը դադարեցնելու ուղղությամբ, այսինքն զինադադարի հարց կարանք քննարկենք, խաղաղությունը այս ձևաչափով, այս մակարդակի պատվիրակությամբ, որին Զելենսկին բուտաֆորիա է համարում, անիմաստա որ դա քննարկենք, բայց սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ այդ պատերազմը մեկը շարունակվելու է, աշխարհի այս անորոշությունը նույնպես, որ 3 տարի շարունակում էր, այդքան անորոշ չէր, հա, չէր երևում պատերազմի ավարտը, որովհետև արևմուտքը շատ ավելի ռադիկալ քայլեր կարող աներ, որ չէր անում, դա պարզ է, բայց եւ միևնույն ժամանակ գոնե գիտեին նա ինչ է ուզում, նա ինչ է ուզում։ Իսկ հիմա մի օրվա ճշտությամբ կարող է ասենք Ամերիկայի նախագահը հայտարարի Զելենսկուն մեղադրի, հետո Պուտինին մեղադրի, հետո երկուսին մեղադրի, հետո երկուսին էլ գովի։ Մի խոսքով ավելի շատ այդ անկանխատեսելիություն է գալիս է միջնորդական առաքելություն ստանձնած Ամերիկայի նախագահի այդ կարծիքից այդ արագ փոխվելուն։ Առավելևս իր այդ ոգևորված մասնակցելը անգամ ֆիզիկապես կմասնակցեմ, հետո ասել է, որ դե ով էր ասում, որ Պուտինը պետք է գա։ Այնպես որ դա դեռ որոշ ժամանակ պետք է լարվածության մեջ պահի աշխարհը, մինչև ուղիներ գտնեն։ Իսկ միակ թեժկետը չի ուկրաինական պատերազմը, նաև Իրանի հետ կապված այդ զարգացումները, որ միջուկային գործարքի հետ կապված դեռ հաջողության չեն հասել, իսկ դա լարվածություն է առաջացնում նաև մեզ համար հարևան երկիրը, ցանկացած կարգի լարվածություն մեզ համար կարող է առաջանալ։ Բարեբախտաբար գործը դրան չի հասնում, բարեբախտաբար երևում է, որ Տրամպը պատրաստ չի հարված հասցնել, նաև ցույց է տալիս ինչ որ մարդկանց խաթեր չեմ անում, դե Քաթար Էմիրը խնդրեց, ասեց հանկարծ չխփես, ոնց խաթերը կոտրեինք, կապ չունի թե ում վրա կգցեն։ Այս պահի դրությամբ առայժմ դա դեռ քիչ հավանական է, իսկ դա բխում է նաև առաջերտին մեր շահերից։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպի վերջին արտահայտություններին։ Ես լսեցի ԱՄՆ նախագահի խոսքերը, դժբախտաբար ներկայացվեցին կեղծ նարատիվներ։ Հենց Միացյալ Նահանգներն են վերջին 40 տարուց ավելի պատժամիջոցների, ինչպես նաև ռազմական եւ ոչ ռազմական ճնշումներ ու սպառնալիքներ կիրառել, որոնք խոչընդոտել են իրանական ազգի առաջընթացը։ Իրանի տնտեսական դժվարությունների իրական պատասխանատուն Ամերիկան է եւ նրա գերիշխող քաղաքականությունը, որը պարտադրվել է մեր ժողովրդին։ Այն փաստը, որ ԱՄՆ-ն աչք է փակում Իսրայելի սպառնալիքների եւ տարածաշրջանում Իսրայելի բոլոր հանցագործությունները, փորձելով Իրանին ներկայացնել որպես սպառնալիք, մաքուր խաբեություն է, դա միտումնավոր փորձ է աղավաղելու իրական ագրեսորի ինքնությունը, հայտարարել է Արաղչին։ Սաուդյան Արաբիայում կայացած ֆորումի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է, ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե մենք կարողանանք դա անել, ես շատ ուրախ կլինեմ։ Մեր զոր արևելքը եւ աշխարհը կդառնան ավելի անվտանգ վայր, ասել է Տրամպը։ ԱՄՆ նախագահը նշել է, որ եթե Իրանի ղեկավարությունը համաձայնության չգա, Միացյալ Նահանգներն այլ ընտրանք չի ունենա, քան շարունակել առավելագույն ճնշման քաղաքականությունը եւ ձգտել իրական նավթի արտահանումը զրոյի հասցնել։ Հիմա նաեւ մի բան էլ հասկանանք։ Հսկայական ժամանակ մեր համակրանքը եղել է Միացյալ Նահանգների կողմը, չէ ոչ միայն առհասարակ աշխարհի հետ կապված, այլ նույնիսկ Իրանի հետ կապված։ Ինչի, որովհետև մտածել են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները եթե
մեր տարածաշրջանում ունենա բավական լուրջ դերակատարություն, դա մեր շահերից է բխում, ոչ թե ի վնաս մեզ։ Նույնիսկ մենք շատ լավ գիտենք, որ Իրանի հետ կապված թեկուզ վերջի պատմությունները նայենք, այդքան էլ հաջող պատմություն չի Ամերիկայի Միացյալ Նահանգների միջամտությունը։ Մի հատ կարճ անցնենք, որպեսզի հասկանանք։ Ռեզա խանը, որը որ ցանկանում էր գերմանական ազդեցությունից պոկվել, թեպետ ինքը իշխանության եկավ Գերմանիայի աջակցությամբ, Բրիտանիայի աջակցությամբ, բայց ցանկանում էր պոկվել Գերմանիայի հետ համագործակցություն սկսեցին կամաց-կամաց դուրս մղելու Մեծ Բրիտանիային։ Մեծ Բրիտանիային դուրս մղեցին, բայց երբ որ Գերմանիան հարձակվեց Խորհրդային Միության վրա, Խորհրդային Միությունը համարեց, որ իրան բացարձակ պետք չի իր հարավում ունենա, այսպես ասած, Գերմանիայի պլացդարմը եւ մտավ եւ օկուպացրեց հյուսիսը, նաեւ մտածելով, որ ամեն ինչ պետք է անել, որ նաեւ վտանգը չեզոքացնելու համար, եթե Թուրքիայից ներխուժումը լինի, որևէ ձևով Իրանում ինքը կարողանա դերակատարությունը։ Անմիջապես Բրիտանիան էլ վերադարձավ, հարավը օկուպացրեց, եւ ինչ ստացվեց։ Եվ այդ ժամանակ հասկացավ Ռեզա խանը հրաժարական տվեց, իրան ուղարկեցին գնաց Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն, ընդեղ էլ մահացավ, բայց Մոհամեդ Ռեզա Փեխլևին իր տղան դարձավ շահինշահ եւ նաեւ պատերազմ հայտարարեց Գերմանիային եւ պայմանագիր կնքեց թե Մեծ Բրիտանիայի հետ, թե Խորհրդային Միության հետ։ Ինչու եմ ես սա ասում, այսինքն այդ պետությունը դարձավ հակահիտլերյան կոալիցիայի անդամ, նաեւ ՄԱԿ-ի հիմնադիր անդամ, նաեւ Խորհրդային Միությունն ստիպված եղավ զորքը հանել, պայմանավորվել էին, որ հանի, բայց մի քիչ ձգում էր, բայց Իրանն էլ ասեց չհասկացան, գործընկեր ենք, էս ինչ էս անում։ Այսինքն այդ գծի վրա էր եւ Մոհամեդ Ռեզա Փեխլևին լավ էր պրոարևմտյան քաղաքականություն էր վարում եւ կրոնի դերը էականորեն նվազեցնում երկրում։ Բայց այդ ժամանակ ինչ ստացվեց այնպես, որ վարչապետ դարձավ Մոհամեդ Մասադիկը 51 թվականին 1900 եւ բավական ռադիկալ քայլեր էր անում եւ ինչ որ միտեղ նաեւ որոշակի ծրագրերում ազգայնացման գիծ էր տանում նավթի հետ կապված ընկերությունների, որը դուրս չեկավ ոչ միայն Մեծ Բրիտանիային, այլև Միացյալ Նահանգներին։ Եվ Միացյալ Նահանգները ուղղակի հեղաշրջում կազմակերպեց Բրիտանիայի հատուկ ծառայությունների միջոցով։ Եվ Մասադիկին էլ կալանավորեցին, հետագայում տնային կալանք տվեցին, մի խոսքով։ Ինչ էր հարցը, բայց շատ լրջորեն աջակցեցին Մոհամեդ Ռեզա Փեխլևիին, բայց որ աջակցեցին Փեխլևիին, ինքը ինչ քաղաքականություն էր վարում։ Իր վարած քաղաքականությունից ժողովուրդը գոհ էր, նրա հատուկ ծառայությունից, սավակից, այսինքն նրանք ուղղակիորեն այդ ամեն ինչը կապվում էր Միացյալ Նահանգների հետ։ Այդ պրոամերիկյան քաղաքականությունը, որ ժողովրդին եթե շատ ժողովրդին դժգոհացրած չլիներ, այդքան մարդ փողոց չելցվի, այդ ամեն ինչը կազմակերպել զուտ դրսից, մանավանդ որ Այաթոլլահ Խամեյնիին երկրից հանել էին, դա այդքան հեշտ չէր լինի։ Այսինքն պարարտ հող էր ստեղծված երկրի ներսում այդ փոփոխությունը անելու համար։ Ի վերջո եղավ հեղափոխություն, Մոհամեդ Ռեզա Փեխլևին գնաց Ամերիկա, հետո ինքը դե հիվանդ էր, քաղցկեղուն էր, ճանապարհին եկավ Եգիպտոսում մահացավ, բայց ի վերջո հասարակությունը, որը դժգոհ էր իր շահից, դժգոհ էր նաև Ամերիկայի հետ նրա գործընկերությունից։ Արդյունքում այդ մարդիկ ստեղծեցին իրանց պետությունը, քանի որ մենք մտածում ենք, որ աշխարհիկ Միացյալ Նահանգները, որ աշխարհում մեծ ազդեցություն ուներ, դա շատ ավելի կարևոր է, ոչ մեկն էլ իդեալական քաղաքականություն չի վարում, մտածում ենք ավելի շատ մեր շահերից է բխում, որ Միացյալ Նահանգները լուծումները գտնի, նույնիսկ կարգավորի հարաբերությունները Իրանի հետ, այլ ոչ թե լինի կրոնական պետություն, կրոնապետություն մեր հարավային երկիրը։ Բայց խնդիրն ուրիշ է, այդ որ դիտանկյունից ենք նայում։ Երբ որ ուզում ենք մենք խոսանք ժողովրդավարական ուժեր, ուզում ենք խոսանք այդ կարգի արժեքներ, աշխարհիկ պետություն եւ արժեքներ, ինչու ոչ դրա դրոշակակիրն է, գիտենք աշխարհի ամենաժողովրդավարական պետության համբավ ունեցող Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Այսինքն մոտեցումը միանգամայն հասկանելի է, բայց մինչև մի գիծ, որն է այդ գիծը։ Եթե Միացյալ Նահանգները համարում է, որ Կիմ Չեն Ինը, Միացյալ Նահանգները չէ Դոնալդ Տրամպը, իր լավ ընկերն է, իրան էլ կարոտած կլինի։ Եթե ինքը շատ նորմալ է համարում Ռուսաստանի ագրեսոր ղեկավարի հետ լավ հարաբերություն ունենալը, շուտ գնանք խաղաղության, ինքը ագրեսոր չի, ագրեսորը Ուկրաինան է, այսինքն բան է փոխվել։ Այն Ամերիկան, որի հետ կապված մենք դնում ենք նժարին ու ասում ենք Իրանի հետ կապված դու ճիշտ ես, նույնիսկ եթե ժամանակին սխալ ես արել եւ ժողովուրդը քեզ չի ներում,
ոչ թե մենակ իշխանությունները, այլ ժողովուրդը չի ներում, որովհետև նրանք լավ հիշողություն ունեն, մեծերն էլ իրանց պատմել են, որ Ամերիկայի հետ համագործակցող շահինշահ Մոհամմեդ Ռեզա Փեխլևին շատ վատ բաներ արել իր երկրի հետ կապված։ Դա է պատճառը, որ դա մարդիկ չեն մոռանում։ Բայց միևնույնն է, այնպես չի, որ Իրանում մարդիկ ցանկանում են կրոնապետություն լինի։ Այնպես չի, որ իրանք հիացած են այդ վիճակով, այդ խստացումներով։ Նրանք ուզում են աշխարհիկ կյանքով ապրեն, նրանք ուզում են նորմալ ապրեն, իրանց երեխաները ավելի զարգացած, ավելի ազատ շփվեն։ Բայց մինչև մի հատ գիծ է գալի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ ոչ ժողովրդավար լինելը Իրանի քննադատում է, բաղով ակու գործընկերները դեպքում ցույց տուր։ Այդ ժողովրդավարությունը հետո է տենց փայլում։ Հետո այդ թեկուզ Էմիրատներում կամ Սաուդյան Արաբիայում կամ Կատարում, Հյուսիսային Կորեայում կամ որը չնայած դե արաբական երկրների համատելի չի Հյուսիսային Կորեան, առհասարակ ասեմ, այդտեղ ժողովրդավարություն էր Տրամպը փնտրում գործընկերության հետ կապված։ Այսինքն հիմա այլևս չի արդարացում այս պրինցիպիալ ձևով Իրանին պետք է սանկցիաների տակ պահենք։ Իրան այլևս չի հասկացվում, որովհետև դա կհասկացվեր, եթե դու խոսում ես որպես ժողովրդավարության բաստիոն։ Բայց եթե քո գործընկերը Կիմ Չեն Ինն է, այլևս դու ժողովրդավարության բաստիոնի դերակատարություն, այդ դեպքում չի հասկացա, ինչի ես բոլորի հետ լավ կամ ինչի ես բոլորի հետ ուզում լավ լինես կամ հարաբերությունն ես համարես, հենց պրինցիպի էսինգը Իրանի հետ կապված։ Մինչև Տրամպի պաշտոնավարումը լրիվ հասկանալի էր։ Տրամպի այսօրվա դիրքորոշումից աշխարհում ուժի դիրքով վերադասավորումներ անելը այլևս հասկանալի չի։ Ինչ է, այդ դեպքում ոնց որ ավելի շատ պրինցիպի է Իրանի դեմ, այլ ոչ թե ուզում ես, որ Իրանի ժողովրդավարական պետություն որի նման լինի, որ դուրդ կա։ Դրա համար սա էլ է մեզ համար խնդիր, որովհետև դրա բանալին դեռ գտնված չի։ Իսկ մենք անհանգստություն ունենք, բա մեր հարավային սահմանն է, հարված ինչ է, մանավանդ որ Իրանը ասում է, ես հարստացված ուրանը, այո, ռազմական նպատակներով չեմ օգտագործի, բայց խաղաղ նպատակներով կօգտագործեմ։ Բայց եթե խաղաղ նպատակներով կօգտագործեմ, դրանից մի քանի ամիս է հերիք կա, որ դա դառնա ռումբ։ Դա նշանակում է Իսրայելը քունը կորցրել է։ Դա նշանակում է բզբզելու է։ Դե հիմա իսկ Ամերիկան է պատրաստ չի դրան։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը։ Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրենք ՆԱՏՕ-ի ամբողջ տարածքում, հատկապես երբ նայում ենք Ռուսաստանին, նրանք հաջողությունների են հասել այս հարցում, եւ մենք պետք է հաղթենք նրանց այս հարցում, ասել է Ռյուտեն Թուրքիայում դաշինքի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ։ Իհարկե հետևողականորեն այս գիծը տանում են ու շատ ճիշտ են անում, մենք շատ ենք խոսել դրա մասին, որ Եվրամիությունն էլ իր կողմից քայլեր է անում, որ նրանք ովքեր պաշտպանական ծախսերը կավելացնեն, որոշակի արտոնյալ ռեժիմներ ունենան իրենց բյուջեի հետ կապված, բայց դրանից բացի նաև ասենք տեսնում ենք, որ շատ ավելի հետևողականորեն նաև Գերմանիայի հետ կապված էր, օրինակ Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վալդեֆուլը Թուրքիայում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտնել է, որ Գերմանիայի կառավարությունը պատրաստվում է էականորեն մեծացնել ռազմական ծախսերը, հասցնելով դրանք ՀՆԱ-ի 5%-ին, ինչը տարեկան կկազմի ավելի քան 215 միլիարդ եվրո։ Ներկայումս Գերմանիան պաշտպանության վրա ծախսում է ՀՆԱ-ի մոտ 2%-ը, այնը ոչ միշտ է կարողանում դա կայուն ձևով ապահովել, բայց 5%-ը բավական լուրջ թիվ է։ Ու չմոռանանք, որ Ֆրիդրիխ Մերցն էլ հանդիպեց պարլամենտում իր Բունդեստագում եւ ասեց, որ այո, մենք պետք է հասնենք նրան, որ Գերմանիան Եվրոպայի ամենահզոր բանակը ունենա, ամենալավ ռազմական հզորությունները ունենա։ Եվ մի հատ պատկերացնենք, թե դա ինչ է նշանակում։ Սա մի թիվ է, որ Դոնալդ Տրամպը երբ որ ասում էր, որ պետք է բոլորը հասնենք 5%-ի, եվրոպական երկրներն ասում են դա աբսուրդ է, դա հնարավոր չէ։ Անկամ Մեծ Բրիտանիան, որը որ ընտրությունների ժամանակ լեյբորիստները, որ ցանկանում էին դե իհարկե հաղթեցին, ոչ թե ցանկանում էին, հաղթեցին իրանք առաջ խնդիր էին դրել մինչև 3% հասցնեն, հետագայում տեսան, որ այս պահին դեռ իրանք դժվարություններ ունեն այդ 3%-ն ապահովելու։ Իսկ
Եթե ուշադրություն դարձնենք, Գերմանիան իր այս շանսը բաց չի թողի ռազմական ծախսերի։ Հիշում եք այն ժամանակ, երբ որ Դոնալդ Թրամփը խոսում էր ռազմական ծախսերը կրճատելու, ասում ենք, Եվրոպան իրանց սխալներից պետք է օգտվեն, այն որ տնտեսությունը չեն կարող նորմալ զարգացնեն, հակաճգնաժամային ծրագիր բերեն, ժողովուրդը պետք է ասի, բան չենք մենք ճգնաժամի մեջ, մեզ ինչ է պատահել, որ ճգնաժամի մեջ ենք։ Դրա համար պետք է ասել, որ բանը պատրաստում ենք պատերազմի, ռազմական հզորություն, դե ժողովուրդ ջան, պետք է այս նորմատիվներով ապրենք, անգամ սահմանադրություն փոխեցին, հնարավորություններ տվեցին, որ ռազմական ծախսերը ավելացնելու դեպքում բյուջեն հնարավորություն տա վերանայել որոշակի արտոնություններ ունենալ, եւ պետք է ուշադրություն դարձնել, որ քանի որ անվստահություն կար Գերմանիայի նկատմամբ երկու համաշխարհային պատերազմի իր դերակատարության հարցում, չէին ցանկանա Գերմանիան զինվի, բայց հիմա ստիպված են։ Հիմա այս շանսը մերձը բաց չի թողնելու։ Իսկ որպեսի պատկերացնենք, երբ որ ինքը ասում է ամենահզոր բանակը կունենա, ամենայն դեպս գոնե իր հնան առնվազն 1 տրիլիոն դոլարով գերազանցում է թե Մեծ Բրիտանիայի, թե Ֆրանսիայի։ Իտալիային լավ 1.5-ից էլ ավել։ Այսինքն սա ինչ է նշանակում, բավական է ինքը այդ թվին հասավ, անմիջապես լիդերությունը ստանձնելու է։ Եվ նշանակում է, որ մտածում են, որ այո, իսկապես այդ 3 պետությունը Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան շատ լուրջ դերակատարություն են ունենալու։ Եվ ինչի է դա մեզ շատ հետաքրքրում, այդ իրանց ուժեղանալը նաեւ այն մասին է խոսում, որ Միացյալ Նահանգների հետ գործընկերությունից չեն հրաժարվի, եթե իրանք բավարար չափով ուժ ունենան։ Այո, եթե ուժի կենտրոն դառնա Եվրոպան, դա հրաշալի կլինի եւ աշխարհի համար, եւ Միացյալ Նահանգների համար, որպես լավ գործընկեր, այլ ոչ թե մրցակցության։ Թող Միացյալ Նահանգների հետ քաշվելու ծրագիրը իրանց սթափության կոչեր մտածեին այդ ուղղությամբ, բարեբախտաբար այդ ուղղությամբ իրանք այդ քայլերը անում են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա, մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին։ Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Իհարկե որոշ հանդիպումներ ունեցել է, դրա մասին խոսել են, բայց քանի որ այս առարկայական թեմաներ չկա, թե ի վերջո ինչ կա մեզ հետաքրքրող, դա զուտ որպես հանդիպումներ, հա, երբ որ կլինի որևէ հետաքրքրող թեմա, վաղը դրան կանդրադառնանք։ Մի հատ հարց ուղղակի նայենք, մեր մոտ հանրային հեռուստաընկերության եթերում իշխանության ներկայացուցիչը հայտարարում է, որ 2026 թվականի ԱԺ ընտրությունը լինելու է հետևյալի մասին, կամ իրենց ապօրինի գույքը պաշտպանելու համար կռիվ տվողներին պետք է ընտրեն, որոնք համատեղությամբ նաև Հայաստանի անկախությունը մատաղանելու կողմնակիցներ են, խաղաղությանը, դելիմիտացիային, սահմանները բացելուն դեմ են, կենացներ ասելով, բայց միևնույն ժամանակ հարյուրավոր միլիոն դոլարներ թալանելուն կողմ են, կամ էլ ընտրում են գործող իշխանությանը, որն առաջ է քաշում իրական Հայաստանի գաղափարախոսությունը, որը վերջին տարիներին շեշտակի տնտեսական աճ է ապահովել, որի օրոք աշխատավարձեր են բարձրացվել, մանկապարտեզներ են բացվել, այս ամեն ինչի մեջ էլ լինելու է ընտրությունը, այսինքն այս երկուսն են, 2026 թվականին գնում են ընտրության նույն սցենարով, այն սցենարով, որով որ նախատեսել էին 21 թվականին, ստեղծենք մի հատ հրեշ, այդ հրեշի դեմ պայքարենք, հետո տեսան, որ շատ դժվար ալնելու, ինչ հաշվետվություն են ժողովրդին ներկայացնելու, մտածեցին, որ հրեշն էլ մոդա չի, հիմա նորից մտածում են, որ այդ հրեշին աճացնեն, կամ Քոչարյանի տեսքով, կամ Քոչարյանի տղու տեսքով, մի ձև գտնեն, որ նորից ասեն, ժողովուրդ ջան, տեսեք, այս թալանը, որ մենք չենք վերադարձրել, դե օրենք էինք ընդունում, էս էինք անում, այն էինք անում, հազիվ եկել է ժամանակը վերադարձնենք, այն էլ սրանք ուզում են իշխանությունը վերցնեն, որ թալանածը հետ չտան։ Այդ մանկապարտեզի տարիքի երեխաների համար ասածը ոչ մեկը լուրջ չի ընդունում, բայց իրանք արդեն այդ սցենարի մեջ լավ էլ տեղավորվել են։ Եվ մեկ էլ ինչ էին ասում, հիմա որոշ քաղաքացիներ կասեն, ինչու եք ասում, որ ընտրությունը այդ երկուսի մեջ է, բա երրորդ ուժ չկա, թող լինի ձեր ցավը տանեն, բայց փորձը ցույց է տալիս, որ այդ երրորդ ուժը հայտնվեց։ Ես կուզեի, որ այդ երրորդ ուժը հայտնվեր։ Այդ որտեղից այդ երրորդ ուժը պետք է հայտնվեր, որ այդ թողեցիք, որ հայտնվի, կռիվը սարքեցիք իրար մեջ։ Վարչական ռեսուրս դուք ունեք, արդեն հիմա լավ էլ ֆինանսական ռեսուրս, բոլ, ձեր կողքը ինչքան պետք է բիզնեսմեն հավաքեցիք, ձեր հարցերը լուծեցիք, լավ էլ բյուջեից լավ էլ օգտվեցիք, բյուջեով էլ ինչ ծրագիր անում եք, վերագրում եք ձեզ։ Նույնն էլ նախկիններն էլ ունեն եւ մեդիա ռեսուրս, եւ ֆինանսական ռեսուրս,
իշխանությունն էլ ունի ֆինանսական ռեսուրս եւ նաեւ մեդիա ռեսուրս։ Պայքարը ձեր մեջ է գնում, ամեն ինչ անում եք, որ որևէ մեկը չայ, կարակ իրար ամենավերջի վիրավորական բաներն ասեք, կարակ կռվեք, կարակ պայքարեք, որտեղ ուրիշ բան ինչ ասեք ժողովրդին։ Բայց դա տենց հեշտ է, որ դուք օրակարգ ձևավորեք ձեզանով, դուք չեք էլ ուզում, այո, որ իրական նորմալ այլընտրանք ստեղծվի, եւ ձեր ամբողջ ռեսուրսի նպատակը հանրային կյանքը լցնելու է ամեն ինչը, թող իրար հայհոյեն, թող իրար վիրավորեն, ամեն ինչ անեն, մենակ ժողովուրդը սենց հետաքրքրությունով սենց նայել է, տեսարաններ ապահովեն ժողովրդի համար, որի դեպքում ժողովուրդը իրական է այդ այլընտրանքը այդպես էլ ճանապարհ չարտնի դրա համար։ Դուք շատ լավ գիտեք, թե քաղաքական process-ները ինչ թանկ հաճույք է, ինչպիսի կազմակերպչական խնդիրներ է պետք լուծել, որ կարողանալ այդ ամեն ինչին հասնել։ Դուք հրաշալի տիրապետում եք, որ նրանք ովքեր բյուջե չեն տալանել, դա անելը շատ դժվար է։ Դա է պատճառը, որ շատ հանգիստ ասում եք, դաշտը ազատ է, մենք կուզենանք որ լինի։ Մենք կուզենանք, որ դուք չեք ուզենա։ Դուք լավ էլ պասերով իր հետ խաղում եք, մենք դա լավ ենք հասկանում, էլի այս հարցին կանադառնանք, բայց ուզում եմ ասեն, արդեն իրանք արդեն հայտարարեցին, որ իրանց ասածը որն է։ Իրանց ասածը սա է։ Էլի կռիվը գնալու է, ժողովուրդ ջան, մեզ ընտրեք, որ այդ թալանածը հետ բերենք, որտեղ արդեն հաշվառել ենք, հիմա այդ թալանածը, որպեսզի իրանք հետ չվերցնեն, մեզ ընտրեք։ Նորից սա է գնալու, ժողովուրդ ջան։ Դրա համար 7 տարի ձգեցին այդ թալանածը ամեն ինչ արին, որ չվերցնեն, որպեսզի սենց կախված պահեն ժողովրդին։ Մի բան էլ ասեմ, եթե ժամանակ կմնա, էլ այդ թեմային կանադառնանք։ Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանն անձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան համաձայնագրերին։ Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ, ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները։ Իհարկե կարող են նոր հնարավորություններ տալ, նշել է Անի Բադալյանը։ Բայց ես այդպես է չհասկացա, ինչի մասին է խոսքը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը այնպիսի լուրջ ազդեցիկ պաշտոնյա է, որ կարող է իրան թույլ տալ լինի անտեղյակ։ Իր պաշտոնը դա թույլ է տալի, որ ինքը անտեղյակ լինի։ Բայց Հայաստանի մամուլի քարտուղար արտգործնախարարության ով է, որ ինքը անտեղյակ է, նպարտավոր ամեն ինչից տեղյակ լինի։ Բայց ես բան են ասում, Աբրահամյան համաձայնագրերին մենք կարող ենք միանալ, դա հարց չի առաջանում, այդ ինչ համաձայնագրեր է, որ պետք է միանանք։ Աբրահամյան համաձայնագրերը դա Դոնալդ Տրամփի նախաձեռնությունն էր դեռ իր առաջի պաշտոնավարման ժամանակ հիմքը դրվելով 2017 թվականից, բայց հիմնական ստորագրերն ու պայմանավորվածությունները 2021 թվական էր արդեն իր դուրս գալու մասում էր արդեն, բայց դա ինչին էր վերաբերվում։ Դա կոնկրետ ծրագիր էր։ Իսրայել, արաբական երկրներ։ Իսրայել, դու չես բզբզում շատ, այնպես անում ես, որ Հորդանան գետի արևմտյան ափը չճանաչես քոնը, որը օկուպացված տարածք է Իսրայելի կողմից։ Հա, այնպես անեց, որ նորմալ հարաբերություններ պահես, մենք էլ ամեն ինչ անենք, որ արաբական երկրները նորմալ հարաբերություն ստեղծենք, հաշվի առնելով, որ նաև Իսրայելն էլ իրան նորմալ պահի նաև Պաղեստինի հետ կապված, որը չեն ասում անմիջապես ես ինչ խնդիրներ լուծի, բայց գոնե նորմալ լինի, որ կարողանան կամաց Դոնալդ Տրամփի նպատակներ արաբական որոշ երկրների մերձեցնել Իսրայելի հետ։ Սա զուտ Իսրայել արաբական երկրներ Աբրահամյան համաձայնագիրն է, անուն էլ ընտրված կոնկրետ պատմական հերոսի անուն, ինչի հիման վրա է դա ստեղծված։ Սա խաղաղության ունիվերսալ շաբլոն չի, որ բոլոր խաղաղության փաստաթղթերի անունը դնել Աբրահամյան համաձայնագիր։ Ես ուզում եմ իմանամ, մենք ենք արաբ կամ հրեա, թե Ադրբեջանն է արաբ կամ հրեա։ Այսինքն մենք ո՞նց ենք Աբրահամյան համաձայնագրին միանում։ Կարգավիճակը ո՞րն է։ Ունիվերսալ համաձայնագիրը, հա։ Բա մեկը Հույթքոֆին չի ասում, ընկեր ջան, դու կարդացել ես այդ համաձայնագիրը։ Այսինքն կարող եմ միացնել այդ համաձայնագրով բանին, Հնդկաստանին ու Պակիստանին բանանեք, խաղաղություն առաջարկեք։ Ասեք արի Աբրահամյան համաձայնագրին միացի։ Լավ, ո՞նց կարելի է այսքան անտեղյակ լինել։ Կամ լավ, ասենք այդ հարցը էսեր եմ ասում, կարա Ուիթքոֆը չիմանա։ Ինչի պետք է իմանա որ։ Բայց մեզ հարց են տալի կոնկրետ չես ասում, ինգեր ջան։
ինչ Աբրահամյան համաձայնագիր։ Սա պայմանագրի շաբլոն է, ասենց վերցնում ենք, պետությունները լրացնում ենք ու դնում ենք։ Դա կոնկրետ նպատակներ, խնդիրներ եւ այդ հարցերը, որը կայանում է, եւ այդ հարցերը ամբողջ նպատակը արաբների եւ Իսրայելի հետ մերձենալ նպատակական չի, որ առաջի արաբական երկիրը Եգիպտոսն էր, որի հետ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձր հովան ու ներքո է կայացել եւ արաբներն շատ նեղացան Եգիպտոսից, հետո եղավ Հորդանանը։ Իսկ արդեն Տրամպի ժամանակ մի քանի երկրների հետ աշխատանք էր տարվում։ Հասկացանք։ Շարունակեք անել։ Բթամեցախ պրծել եք, հմել վերցրել եք արաբա-իսրայելական կոնֆլիկտի պայմանագիրը բերել տարածում եք Հայաստանի վրա։ Մենոնք էլ ասում են, հա, մենք այդ ուղղությամբ աշխատում։ Ինչ ես այդ ուղղությամբ աշխատում։ Մեկը հարցնի, այդ Աբրահամյան համաձայնագրի հետ կապված դու ինչ ես աշխատում Ամերիկայի հետ։ Ասենց հերթապազրույցը որ անում եք, որ մեկը կոնկրետ հարց տա։ Ասի մի հատ ասա էլի, այդ ինչի նկատի ունես, այդ ռազմավարական գործընկերությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման նախաձեռնություն։ Կոնկրետ քեզ հարց ա տվել, այս համաձայնագրի շրջանակներում դու այդ համաձայնագրի շրջանակում խոսում ես, որ բանակցում ենք, այս ենք անում, այն ենք անում, այն ենք անում։ Մարդիկ էլ լսեցին, ինչ հասկացա։ Դեպ երբ որ ես ասում եմ բանի հետ կապված, առաջիկա տեսեք այդ քաղաքական իրավիճակը ինչքան մոտենում ընտրությունները այնքան տեսնում եք լարվածությունը ինչքան է մեծանում, առավել ևս հասարակությունը ուղակի պարտադրում է, որ ձևավորվի իսկապես այլընտրանք, հասարակության մի մասը ակնհայտորեն եթե ցանկանում է այդ այլընտրանքը տեսնի, որ Հայաստանի ապագան տեսնում են Եվրամիություն, ՆԱՏՕ, Ամերիկա, բնական է այլընտրանքը այդ է տեսնում, որովհետև հասարակության այն մասը, որը ցանկանում է իր ճակատագիրը կապի Ռուսաստանի հետ, նա այլընտրանք չի փնտրի։ Ինչի այլընտրանք չի փնտրի, որովհետև Ռուսամետ դաշտում այնքան կուսակցություններ կան ու ուժեր կան, այսինքն այդ այլընտրանքը չի լինի որպես երրորդ ուժ, որպես երրորդ ուժ եթե ասում են, հասկանում են, որ դա այլընտրանք է թե այս իշխանությանը, թե նախկինների։ Իսկ այդ պարագայում նրանք միայն տեսնում են որը, այնը շատ իհարկե կան արևմտամետ ուժեր, որոնք առերևույթ ասենք ցույց են տալիս, որ իրանք ճանապարհը դեպի Եվրամիությունն է, բայց իրականում նրանք ամեն ինչ կանեն, որ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի իրանց ուժերի ներածի չափով ամեն ինչ կանեն։ Հասարակությունը դա էլ է շատ լավ հասկանում, նրանց այլընտրանք չի էլ համարում։ Այսինքն խնդիրը նա է, այլընտրանքը միայն մի տեսք կարող է ունենա։ Իհարկե ընտրությանը մասնակցելուց միայն աշխարհաքաղաքական կողմնորոշումը չես վերցնում, ամեն ինչ հանրային կյանքի բոլոր ոլորտներին վերաբերվող հարցերում ես քո վերաբերմունքն արտահայտում, ինչպեսին կուզենայիր լինել, այս ոլորտը, այս մյուսը, բայց եւ միևնույն ժամանակ հաշվի առնելով այս լարված իրավիճակը, որ աշխարհաքաղաքական այս վիճակում ցանկացած ընտրություն որ երկրում կայանում է, գնում է արտաքին քաղաքական ընդգծված կողմնորոշմամբ, որով արտահայտում է պետությունը իր վերաբերմունքը, ցանկացած ու կապ չունի այդ երկիրը փոքր է, մեծ է, որտեղ ընտրությունն եղել է, հիմնական մրցակիցներն եղել են, դու հիմա պատերազմին կողմ ես թե դեմ, ու դա եղել է թե Վրաստանում, այլ թե Ամերիկայում, թե Մեծ Բրիտանիայում, թե Ֆրանսիայի ստորին պալատը, թե Գերմանիայի ընտրությունները, որը նայեք հիմա այդպես է գնում, թե Մոլդովան, կոնկրետ ասում էին, այս մեկը, այս կողմինա կողմ են մեկ է, որովհետև հիմա պարզապես երկրորդ պլան մնղել աշխարհաքաղաքական կողմնորոշումը ուղղակի անհնարին է, դա նշանակում է ուղղակի գործին չես տիրապետում։ Այո, դրան զուգահեռ կարող ես ասել, ինչպիսի պետություն եմ ուզում տեսնեմ, այս է իմ նպատակը, այս հարցերը, իսկ որ միջավայրում կարող ենք այդ խնդիրը լուծել։ Դրա համար եմ ասում, այդ այլընտրանքը որպես այդպիսին կարող է լինել միայն, եթե մարդիկ գտնում են մեր երկրի ապագան որն է, դեպի Եվրամիություն, դեպի ՆԱՏՕ եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցություն։ Պայմանականորեն ասենք Եվրամիությունը, թե Եվրամիության հիմա ֆորմատներ կան, որի պարագայում նաեւ այլ համագործակցության ֆորմատներ կան, որը ավելի ճկուն է, որը մեզ ավելի ձեռնտու է, այսինքն նպատակը ֆիքսեցիր եւ ավելի ճկուն գործընկերությամբ կարաս առաջ գնաս։ Ու նաեւ նույնն էլ վերաբերում է ՆԱՏՕ-ի, եթե ՆԱՏՕ-ի հետ կապված երկար ժամանակ է պետք եւ պետք է մտածել որոշակի ճանապարհ անցնել ու կարող է բյուրոկրատական խնդիրները խանգարեն քեզ կամ չափորոշիչներին հասնելը։ Այսօր անվտանգային հարցեր Եվրոպան քննարկում է, որի հետ կարելի է բավական մտադրությունը ֆիքսես, ավելի ճկուն կարող ես հետները աշխատել։ Իսկ այդ պարագայում, երբ որ մենք տեսնում ենք, թե մեր իշխանությունները, թե նախկին իշխանությունները ուղղակի իրար գլուխ են ջարդում, որ Վլադիմիր Պուտինին ցույց տան, թե ով է իրանցից ավելի լավ պատրաստ ծառայել Ռուսաստանին,
դրա համար իրանց հիմնական պայքարը նա իրանք պասերով այդ դաշտում էլ խաղալու են, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի կարող կանգնի ասի, գիտեք ինչ, մենք գտնում ենք Հայաստանի ապագան, բան չէ այնքան հանդարտ խոսում բալանսավորված քաղաքականությունից, որպեսզի որևէ կոնկրետ բան չասի, մենք բալանսավորել ենք, ի՞նչն է բալանսավոր է, ասենք գնաս մայիսի 9-ի շքերթին կանգնես, առավոտից իրիկու խոսես ԵԱՏՄ-ի հետ ծրագրերը խորացնելու, Ռուսաստանի հետ առևտրային պայմանագրերն ավելացնելու, զուգահեռ դրան Եվրոպային պակասացնելու պայմաններում, այդ ի՞նչն է բալանսավորված, որ մասն է բալանսավորված, բալանսավորվածը մենակ նա է, որ մի օր կանգնել ասել, մենք ռեգիոնալ քաղաքականություն ենք վարում, մեզ պետք չեն դրսի մարդիկ, հաջորդ օրն ասել, մենք Ամերիկայի հետ ենք ուզում լավ լինենք, մյուս օրն ասեն Եվրոպայի հետ, մյուս օրն ասեն Ռուսաստանի հետ, դա բալանսավորված քաղաքականություն չէ, ժողովուրդ ջան, դա այդպես գործիք կար, որը որ կոչվում է ֆլուգեր, դա շատ տեղեր օգտագործում են հիմնականում նաև օդանավակայաններ, քամին ոնց խփի այդ կողմ շրջվում է, այնպես որ սովորական ցանկացած աշխատանքային քամի Նիկոլ Փաշինյանին կարա այդ ուղղությամբ թեքի, այնպես որ դուք չկարծեք, որ կարելի է մտածել, որ իրան հանկարծ ձեռնտու է երրորդ ուժ ստեղծելը, այդ ուղղակի ասում է դե մենք ուզում ենք, որ չեն ստեղծվում, մենք ինչ անենք, ոչ մեկը ձեզանից չի սպասում, որ դուք պետք է ստեղծեք կամ դուք պետք է օգնեք, որ ստեղծվի, այլապես դա իրական այլընտրանք չի լինի, այլ մարդիկ մտածում են երկրում այսպիսի անտանելի մթնոլորտ պետք չի ստեղծել, որ մարդիկ մի հատ գլուխ չհանեն, թե ի վերջո ում ընտրեն, որ այս գզվրտոցի մեջ գոնե տեսնեն, որ մարդիկ կգան գաղափարով, կգան ծրագրով, այդ ծրագիրը կյանքի կոչելու ունակ թիմով եւ մարդկանց կներկայացնեն, որովհետեւ աշխատանք դի տանես ամբողջ հանրապետությունով, ցանկացած բնակավայրով գնաս ու հանդիպես։ Պետական բյուջեի հաշվին իրանք լավ էլ գնում են մարդկանց հետ հանդիպում, դա ներկայացնում որպես իրանք ցանկություն, բայց այդ ամեն ինչը անում են մարդկանց հարկատուների հաշվին։ Մի բարդ չի հասկանալը։ Այնպես որ այլընտրանք ստեղծելու հետ կապված լավ հասկանում եք, որ իշխանությունը արդեն հայտարարել է, գնում ենք ընտրության 26 թվականի եւ պայքարը գնալու է մերես երկուսի մեջ։ Դրա համար հասարակությունը ինքը պետք է կողմնորոշվի, որքանով է բավարար վճռական հասկանալու, ասի մենք սա չենք հանդուրժելու, չի գալու որևէ ուժ, որ որևէ առիթով, որևէ պատճառով ասի, դե երկրի վիճակը ծանր է, ստիպված իշխանությանը օգնեցինք, կամ երկրի վիճակը ծանր է, ստիպված նախկիններին օգնեցինք։ Ցանկացածը ով կասի, որ ինչ որ հանգամանքներով կարող է կամ նրան մոտենա, ուրեմն ավելի լավ է այդ մարդը ուղղակի ի սկզբանե խաչը վերեն քաշեք, գցեք ենկում։ Դրա համար պետք է այս հարցի հետ կապված լուրջ աշխատել, որովհետև տեսնում եք, որ իշխանությունները եւ նախկին իշխանությունները արդեն լավ էլ տրամադրվել են այդ ուղղությամբ քայլեր անելու, օրակարգներ ձևավորել են, ժողովուրդ ջան։ Այնպես որ շատ լուրջ անելիք կա, պետք է ուղղակի այդ ամեն ինչի մասին շատ լրջորեն մտածել, ինչքան էլ մենք մտածում ենք, դա բավարար չի, կյանքը տեսնում եք, ինչ արագությամբ են իրանք հարցերը լուծում։ Դե ինչ այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։